ասելիքների ժամանակ խորհրդարանում քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը այդ հարցին թե ի վերջո բերեց Նիկոլ Փաշինյանին, նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության եւ նրան քվեարկել են падգամավորները, խմբակցությունները ժողովրդի ճնշման ներքո։ Սրանով այս թեման կարող է փակվել, թե այնուամենայնիվ օրակարգը դեռ ձեր քաղաքական ուժի դեմ մենք նման օրակարգ չենք էլ ունեցել։ Հանրապետական կուսակցությունը ես անձամբ, ես այսօր առաջ օրն չէ դրանից խոսում։ Այս երկու շաբաթ այս կինոն սկսվել է։ Հարցը տվեցի դրա համար ասեցի։ Քրքրում եմ ով այս թեման բացել։ Բայց այս ամեն ինչի մեջ մի հատ դրական բան կա։ Մենք իմացանք, որ հանրապետական ուսերն են բերել Նիկոլին անբարոյական թեզի հեղինակներն ովքեր են։ Վերջ։ Կրկնում եմ, երբ որ այն ժամանակ մենք իրանց հետ խոսում էինք, քննարկում էինք, ասում էին, այդ ցավը տանեմ, մենք ինչ կապ ունենք, իրոք էդ ով է ասում։ Հիմա բարձրացավ որ այդ մարդիկ են բացել։ Իրանք են չէին գրասենյակի ղեկավարին ուղարկել եթեր։ Ճիշտ է։ Իրանք են տարբեր падգամավորների միջոցով ելույթ ունենում։ Երեք մեր Մամիջանյան Հայկը ելույթ ունեցավ, ընկեր աղբաններ։ Մեր Մամիջանյան Հայկը թուղթ ու գրիչը ձեռը այդ հարցին առհասարակ անդրադարձել էր, ոչ այս մարդիկ պատրաստված եկել են թուղթ ու գրիչով։ Մի հատ մեծ բարոյախորատական դասեր են տալիս, թե հավատարմությունը լավ բան է, բայց սեփական պրինցիպներ ունեցեք։ Այդ ինձ եք ասում սեփական պրինցիպներ ունեցեք, որ ապրիլի 23-ին մենակով կռիվ եմ տվել 3 միլիոնի դեմ։ Թե Աշոտյան Արմենին եք ասում, որ 2 տարի նստած է ու ավելի արդյունավետ է գործում, քան սա ընդդիմությունը միասին վերցրած։ Այդ ում եք ասում, էլի, սեփական պրինցիպներ ունեցեք։ Մեզ, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ տես դատ չի եղել, որ մանավանդ սկզբնական շրջանում, երբ որ որևէ քաղաքական գործիչ այսօր իր աստիմից չէր հանդգնում ասել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, այստեղ են առաջին ասել, պարլամենտում, ու մեր կուսակցությունն առաջինը պաշտոնական հայտարարություն արել։ Բա որ գնում ենք Ռոբերտ Քոչարյանի դատին, փկալներիք ասեք, արա դուք Նիկոլին բերել եք, դուք ինչ գործ ունեք։ Երբ որ մեր երիտասարդները երկրորդ նախագահի ապօրինի դատավարությունը, դա ապօրինի շինծու դատավարությունը երկրորդ նախագահի նկատմամբ։ Մենք այն ժամանակ ենք այդ կարծիքին եղել, հիմա էլ։ Երբ որ մեր երիտասարդները ճանապարհ էին փակում, սայթերում էր գրում էին իրաց սայթերում, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին դատարանի ճանապարհը։ Բայց չէ գրում սրանք Ռոբերտ Քոչարյանի աջակիցները չեն, սրանք հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավարներն են։ Այն ժամանակ էլ երիտասարդ դեռ պատգամավոր չէր, եւ Մամիջանյան Հայկը, եւ Երիխա Դանիելյան, եւ էլի տղաներ, սրանք Նիկոլին բերեն, սրանք ինչ գործ ունեն։ Կրկնում եմ, երբ որ հանրապետական ու մենք, ու անձամբ ես պայքարում էի երկրորդ նախագահի ազատության համար ու հրապարակային էի պայքարում, թող աշկս մտցնեն իրանց քաղաքական թիմից, քանի քաղաքական գործիչ է, այդ ժամանակ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ու իրան մեզ ասում են սկզբունքային եղեք, լավ կողմի սկզբունքային լինեք։ Մեզ կարելի է 1000 բան կպցնել, բայց հաստատ այսօր կրկնում եմ միայն Արմեն Աշոտյանի կեցվածքը սկզբունքայնության, գաղափարական պայքարի, անդրկվելի կամքի վառ դրսևորումը։ Ու կրկնում եմ, էլի ափսոսում եմ, որ նման գնահատական, որ մի հատ Իքիբիրանոս գործիչ ասել, մի հատ նորաթուր գործիչ ասել, հատեք ասեինք էլի։ Բայց մարդ, որը եւ իմ, եւ Արմենի, եւ Վարամի Բաղդասարյան, եւ շատերիս հետ հնարավորություն ունի այդ ամեն ինչը ուղիղ քննարկելու, հանրապետականին, ասում եմ, գնահատական է տալի, հավատարմությունը լավ բան է, երախտամապարտությունը լավ բան է, բայց մի մոռացեք սեփական դեմքի եւ սկզբունքների մասին։ Ես իմ սեփական դեմքը
ապրիլի 23-ից մինչև որ անդրադարձվելի պահել եմ։ Իմ սեփական դեպքը պահել եմ այն ժամանակ, երբ որ ձերնից շատերը վախենում էին ասել Ռոբերտ Քոչյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ մենք ասում էինք եւ բանավոր, եւ հայտարարությամբ, եւ դատարանում։ Սա խնդրում եմ երեսով տալ հանկարծ չնայեք։ Սա փաստի արձանագրում է։ Քոչյանի նկատմամբ տեղի ունեցել եւ տեղի ունենում ապօրինի իրավական գործողություն, որը իրավաբանության հետ ոչ մի կապ չունի։ Եվ սա է եղել մեր հանրապետականը եղել է բոլորին քաղբանտարկյալների պաշտպանության կողքին, որոնք 18-ից հետո այս նիկոլիստական կապիտուլյան ռեժիմի